Մեկ տասնյակից ավելի ադրբեջանցի զինծառայողներ երեք ցուցմունք են տվել Բաքվի ռազմական դատարանում, պահանջելով Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել։ Անկախ լրագրողների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին կարճ հաղորդագրություն է տվել պետական Ազերթաջ գործակալությունը, տեղեկացնելով, թե ցուցմունք են տվել զինծառայության ընթացքում տուժածները։ Ֆարիդ Մամեդովը, Սամիր Մելիքովը, Սաֆա Մամեդովը եւ մյուսները ասել են, թե մեջբերում եմ զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում, Քելբաջարում եւ Խոջալույում Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանքի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, տարբեր զինատեսակներից արձակված կրակոցներից, ձեռքի նռնակներից։ Նրանք նաեւ նշել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են մամուլից եւ սոցիալական ցանցերից ու պահանջել, որպեսզի Բաքվի ռազմական դատարանը նրա նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանի։ Каждый из потерпевших просил суд приговорить обвиняемого Рубена Варданяна к самому строгому наказанию. Արցախի նախկին պետնախարարը շարունակում է ցուցմունք չտալ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։ Очередное заседание было назначено на 1 апреля. Բաքվի ռազմական դատարանում հայերի դատավարությանը զուգահեռ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները, իսկ հաստատվելու դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը Armenpress-ին փոխանցել է, որ տեղյակ են Հայաստանի կառավարության ու մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ եւ անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում եւ ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Այն, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիները խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի են արժանանում, բարձրաձայնում են ոչ միայն իրավապաշտպանները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից հոգեն ներգործուն միջոցներով ցուցմունքներ կորզելու եւ դրանք Հայաստանի դեմ օգտագործելու մասին։ Օգտագործվում են արգելված միջոցներ։ Դեռ անցած տարի Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ու ընտանիքը ահազանգեցին խոշտանգումների մասին, թե ինչպես էին Բաքվի բանտում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին զրկել խմելու ջրից, քննելու հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ եւ այլն։ Ռուբեն Վարդանյանն ում Բաքվում մեղադրում է տասնյակ հանցագործությունների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, անգամ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների սպանությունները ծրագրելու մեջ հնարավորության դեպքում բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների եւ կեղծ դատավարության մասին։ Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը շեշտել է, կարեւոր է, որպեսզի ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։ Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը եւ բավարար պայմաններ համաձայն իր միջազգային պարտավորությունների։ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Բանաձևը նաև կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել եւ հետեւել հայերի դատավարություններին։ Եվրոպական խորհրդարանը պնդել էր, հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտանքների։